Աստվածընկալ վանական համալիրը պատմական Նիկ գավառի կենտրոնական հատվածում, ներկայիս Արագածոտնի մարզի Եռնջատապ և Հարթավան գյուղերի միջակայքում է գտնվում, կառուցապատվել է 4-ից 13-րդ դարերում։ Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասախ գետի կիրճի աջ ափի իջվածքում, գետի աջակողմյան եռանկյունաձև բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում ժայռեր են, ձախում ձորակներով կտրտված մինչև Քասախ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում ձորը, որտեղով հոսում է Քասախ գետը։ Գետի ձախ ափին եռանկյունաձև բարձունքի վրա միջնադարյան բերդը։ Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող Աստվածընկալ Սուրբ խաչի անունից։ 4-ից 5-րդ դարերի սահմանագծում Աստվածընկալի վանքի հնագույն կառույցների Սուրբ Աստվածածին միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցու, կից խորանի և ներփակ սենյակի տեղն ընտրել ու կառուցել են Նիկ գավառի այն ժամանակի տերերը՝ գնթունիները։ 1207 թվականին գավառի նոր տերերի Վաչուտյանների հովանավորությամբ այս եկեղեցին նորոգվել է և այդտեղ հաստատվել է վանական մեծ միաբանություն։ 1230-ական թվականների վերջին Արարատյան կողմնակալության կողմնակալ հրամանատար իշխանած իշխան Քուրդ Վաչուտյանը ու իր կինը Խորիշահ իշխանուհին, ավարտելով Եղիա-Պատրուշի եկեղեցու, ինչպես նաև մայրաքաղաք Վարդենիսի դղյակի ու Բերդա պարիսպների կառուցումը, ձեռնարկեցին Աստվածընկալի կառուցապատմանը։ 1244 թվականին ավարտվեց Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը։ Վաչուտյան ամուսինները կաթողիկե եկեղեցուն նվիրել են այգիներ, հողեր Փարպիում, Օշականում, Կարբիում, մարդիկ, տներ, սպասք, եպիսկոպոսական խաչ և գիրք։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է հնագույն բազիլիկ եկեղեցու հյուսիսային կողմում և իր կառուցվածքի մեջ է առել հին եկեղեցու հյուսիսային պատը։ Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է, մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմերում կառուցված կրկնահարկ ավանդատներով։ Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են բեմի վրա։ Գմբեթը նստած է կողմնային երկու որմնասյուների և կիսասյուների վրա հենված շրջանաձև հիմքի վրա։ Արտաքինից եկեղեցու արևելյան ու հյուսիսային պատերը մշակված են եռանկյունաձև խորշերով, շքեղորեն տեսանելի է դարձված հյուսիսային պատի վրա գտնվող պատուհանը և արևմտյան պատի շքամուտքի վերնամասի խաչը։ Եկեղեցին ունի երկու դուռ, դրանցից մեկը բացվում է բազիլիկ եկեղեցու մեջ, մյուսն արևմտյան ճակատի շքամուտքն է, հարդարված դեկորատիվ քանդակներով։ Բարավորի վրա հավասարաթև, սրածայր խաչերի համադրությամբ ստացվել են 26 ութաթև աստղեր։ Տեսանելիությունն ապահովելու համար աստղերը ներկված են կարմիր, խաչերը՝ սպիտակ։ Հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը նկատել է, որ կաթողիկե եկեղեցին կառուցված է մոտավորապես Անիի լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով։ Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները։ 1244 թվականից հետո սկսվել է գավթի կառուցումը, որը հավանաբար ավարտվել է 1250-ական թվականների սկզբին։ Գավիթը քառասյուն տիպի շինություն է։ Կենտրոնական 4 սյուները, որոնցից երկուսը կլոր են, երկուսը վեցանիստ, կողմնային որմնամույթերից ձգվող թաղ կամարներով 9 մասի են բաժանել գավթի կտուրը։ Կենտրոնական հատվածը դեպի կոնաձև երթիկ լուսանցք է բարձրացել շթաքարե ձևավորմամբ, որն իր տեսակի մեջ լավագույններից է։ Շթաքարե ձևավորում ուներ նաև կտուրի արևելյան հատվածի կենտրոնական մասը։ Որմնասյուներից դեպի սյուները և դրանք իրար միացնող բոլոր թաղերը կենտրոնում կամ մի քիչ կենտրոնից տեղաշարժված կետում իրար են կապված սնկատիպ կապքարով, որը ճարտարապետական փոքրիկ գյուտ է, ալյուր չի կրկնված և ավելի հաստատուն է դարձրել թաղերը։ 4 սյուների բոլոր խոյակներն ու խարիսկները լուծված են յուրովի և իրար չեն կրկնում։ Արևելյան զույգ որմնասյուների խաչաձև ելուստների վրա քանդակված են ամենափրկիչ տիպի խաչքարեր։ Բավական հարուստ ձևավորում, լուծում ունի գավթի արևմտյան ճակատը։ Այստեղ կենտրոնական մասում շքամուտքն է, որ ձևավորված է 3 շարք տերևաձև շթաքարե քանդականախշ ուղղանկյուն եզրակալով։ Շքամուտքի վերնամասում սյունով երկու մասի բաժանված պատուհանն է։ Պատի վրա փորագրված են խաչեր, որոնք բավական դիտելի են դարձրել գորշ քարով կառուցված շինությունը։ Գավթի արևմտյան կողմի ձախակողմյան սյունը երկրաշարժի ցնցումից կիսվել ընկել է, ավերելով կտուրի հյուսիս-արևմտյան հատվածը։ Գավթի արևելյան սյունաշարքի աջակողմյան սյան նիստերից մեկի վրա երևում է երկու տողանոց արձանագրություն։
Աստված ողորմի պարոն Քրդին։ Այս արձանագրությունը հաստատում է, որ գավիթը ևս կառուցել է Քուրդ Վաչուտյանը։ Նույն Սյան թաղի վրա բարձրուստ մոնումենտալ տառերով փորագրված է «Յոհաննես Եղագս հիշեցեք» արձանագրությունը։ Ելնելով արձանագրության դիրքից, թաղի վերնամասում ենթադրելի է, որ այս Յոհաննեսը շինության ճարտարապետն է։ Համադրելով կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցու և գավթի կառուցողական նման ձեռագիրը, կարող ենք ասել, որ երկու շինություններն էլ նույն ճարտարապետի գործն են։ Շքամուտքի բարավորի ներսակողմյան մասում փորագրված է հիրավի ձեռագրային արձանագրություն՝ «Ձեռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»։ Աստվածընկալ գյուղի հիմնադրումը չի կարելի չկապել Աստվածընկալ վանքի կառուցման հետ, իսկ դա նշանակում է, որ այն հիմնադրվել է առնվազն 4-րդ դարում։ Նիգ ապարանի նման գյուղերը թվարկելիս Սահակ Գրիչի 1644 թվականին գրած ձեռագրի մեջ, որը պահպանվում է Մատենադարանում, նշվում է. «Ածընկալն աստ է արտահայտությունը», որը գրաբար հայերեն է և նշանակում է «Աստվածընկալն այստեղ է»։ Հենց այստեղ է գտնվում Աստվածընկալի ձորը, այն հայտնի է իր հիասքանչ բնությամբ, պատմամշակութային արժեքներով և հանգստի գոտիներով։ Ձորն աչքի է ընկնում քասախ գետի գեղատեսիլ հունով, ուղղահայաց ժայռերով և կանաչապատ լանջերով, այն հիանալի վայր է քայլարշավների, պիկնիկների և բնության գրկում հանգստանալու համար։